Հրապարակ թերթը գրում է, մենք փորձեցինք պարզել, թե Պոլսահայ համայնքում ինչ տեղեկություններ ունեն Նիկոլ Փաշինյան, Ռեջեփ Էրդողան հանդիպման մանրամասների մասին։ Թուրքիայի նախագահի ապարատի հետ սերտ առնչություններ ունեցող մեր հայրենակիցներից մեկն ուշագրավ մանրամասներ պատմեց։ Ասաց, որ Էրդողանի մերձավոր շրջապատն ուղղակի ապշած է մնացել Փաշինյանի պահվածքից։ Ոչ մի հարցում Հայաստանի Հանրապետության վարչապետը չի փորձել հակադրվել զրուցակցին, ոչ մի հարցում հայկական շահն առաջ չի տարել։ Գոնե չի ասել, թե այս մի հարցը եկեք հետո քննարկենք։ Ոչ միայն ամեն ինչում անվերապահորեն համաձայնել է, այլև ավելին։ Ինքն է ինչ-որ բաներ առաջարկել, որոնք Էրդողանի կողմից չեն առաջարկվել։ Օրինակ ասել է, զինանշանի վրայից հանելու եմ Արարատ Սարը, հպարտացել է, որ ցեղասպանության ճանաչման հարցն այլևս անցյալում է։ Ինքը բացահայտորեն հրաժարվել է այդ քաղաքականությունից եւ հետ վերադարձ այդ հարցին այլևս չկա։ Ասել է, որ ռուսական ռազմաբազաները Հայաստանից հանելն ընդամենը ժամանակի հարց է։ Թուրքերն ուղղակի զարմացել են այդ պահվածքից, արձանագրել են, որ իրենց ամենավառ երազներում անգամ նման բան չէին կարող տեսնել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, վերջին շրջանում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշանյանը հայտնվել է ինչպես մասսագիտական, այնպես էլ քաղաքական փոթորկի կենտրոնում։ Մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն Նանուշանյանը կապ ունի նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ, որի համար երբեմն ապահովում է տեղեկության հնարավոր արտահոսքեր։ Ինչպես հայտնի է, Արսեն Թորոսյանը եւ գործող նախարար Անահիտ Ավանեսյանը ողերիմ կուսակիցներ են, եւ Թորոսյանն առիթը բաց չի թողնում Ավանեսյանի բացերը վարչապետին ներկայացնելու համար։ Միաժամանակ հիշեցնենք, որ հրապարակվել են մեղադրանքներ, թե փոխնախարարը փորձել է որդուն ազատել զինվորական ծառայությունից ծառայողական դիրքը ենթադրաբար օգտագործելով անձնական նպատակներով։ Սա անարդարության զգացում է առաջացնում, քանի որ Փաշինյանն ասում է, բոլորն օրենքի առջև հավասար են, բայց փոխնախարարի որդին արտոնյալ է, չի ծառայում։ Նանուշանյանի շուրջ ձևավորված իրավիճակը կարող է լրջորեն ազդել ինչպես նրա պաշտոնավարման վրա, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ առողջապահության համակարգի վրա հանրային վստահության առումով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, 2018 թվականից սկսած քրեական հետապնդումների գործընթացում գտնվող Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Ժողովուրդ օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ գործը դատարան կհասնի առաջիկա օրերին։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 13-ին Հովիկ Աբրահամյանը հանրության համար անակնկալ կերպով ձերբակալվեց, ապա դատարանը որոշեց նրա նկատմամբ տնային կալանքի ռեժիմ սահմանել։ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցություն։ Իսկ իրականում Հովիկ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության տեսադաշտում է հայտնվել այն բանից հետո, երբ Երևանում հանդիպել է Սամվել Կարապետյանին եւ միասին տեսակցել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ Հովիկ Աբրահամյանին կասկածում են հեղաշրջման փորձի համար։ Հրապարակ թերթը գրում է, Նիկոլ Փաշինյանը 3 հերթական գրառում արեց Հայաստանի էլեկտրական ցանցերի մասին, թե Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ պետականացման պլանը պատրաստ է։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Մեկ շաբաթ առաջ էլ խորհրդարանում հայտարարեց, որ ՀԵՑ-ի ազգայնացման նախագիծն արդեն ազգային ժողովում է, սակայն մինչ օրս չկա նման նախագիծ։ Անկամ իշխանական պատգամավորներն են այդ հարցից դիսկոմֆորտի մեջ ընկնում։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ այնքան էլ հեշտ գործընթաց չէ։ ՀԵՑ-ի ազգայնացումը եւ Նիկոլ Փաշինյանը եթե ունենար դրա բանալին, մեկ օրում դա կյանքի կկոչեր։ Պարզապես որոշել է չնահանջել եւ հոգեբանական ճնշումը չթույլատրել Կարապետյանի եւ ընդդիմության նկատմամբ։ Մեզ ասացին նաեւ, որ հարկայինին հրահանգ է տրված տոտալ ստուգումներ իրականացնել Կարապետյանի ընտանիքին պատկանող բոլոր հիմնարկ ձեռնարկություններում ու հնարավորինս մեծ տուգանքներ գրել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, արդեն 4 տարի վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցող Արայք Հարությունյանը 2018 թվականից ի վեր աստիճանաբար տանտեր դարձավ եւ ձեռք բերեց իրեն պատկանող մի քանի անշարժ գույք։ 2022 թվականին Արայք Հարությունյանը միանձնյա սեփականությամբ հողամաս է գնել, որը հայտարարագրել է 2024 թվականի եկամուտների անշարժ գույքի ծախսերի եւ շահերի տարեկան հայտարարագրում։ Նախորդ տարի այս հողամասին Հարությունյանն ավելացրել է եւս մեկը՝
գնելով հողամաս Տավուշի մարզի Իջևան համայնքում 1,215,000 դրամ արժողության։ Բացի հողամասից Հարությունյանը գնել է նաև բնակարան Ջերմուկ գրուպ ՓԲ-ից, որն արժեցել է 36,323,000 դրամ։ Ընդհանուր հաշվով տարեվերջի դրությամբ Արայիկ Հարությունյանն ունի հայտարարագրված 3 անշարժ գույք։ Նա որևէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Հարությունյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է գրեթե 11,5 միլիոն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 90,000 դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 26,771,000 դրամ, որից 23,806,000 դրամը աշխատանքի վարձատրությունն է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, իսկ 2,965,000 դրամը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից ստացած եկամուտ է։ Ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27,420,000 դրամ, ինչը բնակարանի հիփոթեկի մայր գումարի մնացորդն է, որի համար էլ որպես եկամտահարկի վերադարձ Հարությունյանը ստացել է 2,9 միլիոն դրամ։ Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3,696,000 դրամ։ Հրապարակ թերթը գրում է. երեկ վերջապես Նիկոլ Փաշինյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում հաստատեց Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը, որին ՍԱՏՄ խորհուրդը դեռևս անցած շաբաթվա վերջին ընտրել էր սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում, իսկ ուրբաթ օրը էկոնոմիկայի նախարարը ներկայացրել էր Փաշինյանի հաստատմանը։ Որոշ տեղեկություններով Տիգրան Պետրոսյանն էլ է ներգրաված եղել նախորդ ղեկավարին մեղսագրվող մեքենայությունների մեջ։ Հիշեցնենք, որ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին մեղադրում են պետության միջոցները յուրացնելու մեջ։ Հետևաբար կառույցում կասկածում էին, որ նա կնշանակվի ղեկավար։ Սակայն Տիգրան Պետրոսյանն ամուր թիկունք ունի, նա աշխատակազմի ղեկավար պատգամավոր ՀԺ-ի նախկին գանձապահ Արուսյակ Մանավազյանի ընկերն է, Մանավազյանն է նրան աշխատանքի տեղավորել։ Կառավարությունում նպաստել, որ առաջխաղացում ունենա, նա զբաղվում է ՔՊ-ի եւ Փաշինյանների ընտանիքի ֆինանսական հոսքերի կառավարմամբ եւ առաջադրվել է ՔՊ վարչության անդամի թեկնածու։ Իրավունք թերթը գրում է. ՔՊՕ-ում համար 1 է հայտարարված։ Փաշինյանը թիմակիցներին ասել է, որ պատրաստվեն, որովհետև առաջիկայում կոնկրետ փաստեր են հրապարակվելու եկեղեցականների ու նրանց սատարողների դեմ։ Ըստ նույն լուրերի խոսքը ֆոտոտեսագրությունների մասին է։ ՔՊԱ-ականներին զգուշացվել է պատրաստ լինել ցանկացած հրամանի, ցանկացած ժամի։